Երգչուհի Ռիփսիմե Հակոբյանը ավագ որդու Լեոյի մասնակցությամբ հոլովակ է հրապարակել ինստագրամյան իր էջի սթորի բաժնում, որտեղ Լեոն, այսպես ասած, բողոքում էր մայրիկից։ Բանն այն է, որ երգչուհին որոշել է հետևել թրենդներին, ինչն էլ Լեոյին դուրս չի եկել։ Հոլովակը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Լեոն ինձ համար ինչ է գնել։ Ինչի չէիր ուզում։ Անիմաստ ասեք ինչ-որ խաղալիքը։ Խաղալիք չի, թրենդ է։ Գնանք տեսնենք ինչ գույն է, Լեո, կանաչն ունենք։ Տարիներ շարունակ երգիչ Մարտին Մկրտչյանը համարվում է հայկական շոու բիզնեսի ամենապահանջված արտիստներից մեկը։ Նրա թողարկած երգերը մեկը մյուսի հետևից դառնում են իսկական հիթեր և հնչում հայկական գրեթե բոլոր խնջույքների ընթացքում։ Մարտին Մկրտչյանի և Ռիփսիմե Հակոբյանի ստեղծած ընտանիքը ևս պարբերաբար լինում է հանրության ուշադրության և քննարկումների կենտրոնում։ Սակայն մինչ հայկական շոու բիզնեսի ամենապահանջված արտիստների ցանկում հայտնվելը Մարտին Մկրտչյանը անցել է բավականին դժվար ճանապարհ։ Կարիերայի սկզբնական շրջանում երգիչը հաճախ հանդես չէր գալիս հարցազրույցներով և ինչպես նա էր մի առիթով նշել, դա հենց իր ընտրությունն է։ Եթե քիչ ենք երևում, ապա դա պայմանավորված է նաև ժամանակի սղությամբ։ Դա մեր ընտրությունն է, մենք ենք այդպես որոշել, քանի որ ամեն տեղ հարցազրույց չենք տալիս։ Մարտին Մկրտչյանը մասնագիտությամբ ջրաբան է և անդրադառնալով հարցին, թե ինչու է ընտրել հենց այդ հազվադեպ պատահող մասնագիտությունը և արդյոք երբևէ աշխատել է այդ մասնագիտությամբ, նա նշել էր. «Չէ, դեռ առիթ չի եղել իմ մասնագիտությամբ աշխատելու։ Ասեմ, որ երբ սկսեցի երգել ու ավելի լուրջ վերաբերվեցի երգարվեստին, արդեն սովորում էի Ագրարային համալսարանի առաջին կուրսում։ Այդ պատճառով էլ բուհում շարունակեցի կրթությունս և սկսեցի նաև երգով զբաղվել։ Մինչ այդ սովորել էի Ագրարային համալսարանի վարժարանում, որի տնօրենը մասնագիտությամբ ջրաբան էր։ Ինձ խորհուրդ տվեցին ընտրել հենց դա, քանի որ ոչ այնքան հայտնի, բայց և հետաքրքիր մասնագիտություն էր»։ Մարտին Մկրտչյանը նշել էր, որ երգելու որոշման վրա ազդել է վերջին զանգի իր փորձը։ «Որոշմանս վրա ազդեցին վերջին զանգի իմ երգից հետո հնչած բարձր ու երկարատև ծափահարությունները, որոնք երբեք չեմ մոռանա։ Հիշում եմ նաև, որ Թաթա Սիմոնյանի «Տեսար ինչ եղավ» երգն եմ կատարել, որի բառերը բնականաբար փոփոխված էին։ Անկեղծ ասած, ընտանիքս դեմ էր, որ ես երգեմ։ Մեր ընտանիքում երաժիշտներ կային, որոնք չէին ցանկանում, որ ես նույնպես ապրեմ երաժշտական կյանքով, որը լի է բարդություններով։ Պապիկս անվանի երաժիշտ էր Մարտիկ Մկրտչյանը, հայրս ևս երաժիշտ է։ Ամեն ինչ սկսվեց իմ վերջին զանգի երեկոյի պատրաստվելուց։ Քանի որ ես երաժիշտների ընտանիքից էի, դասղեկի համար երգ երգեցի։ Դա եղավ առաջին անգամը, որ ես երգեցի։ Կատարում էի Թաթա Սիմոնյանի «Տեսար ինչ եղավ» երգը, իհարկե բառերը փոփոխված։ Դահլիճը ոտքի էր կանգնել, մի քանի րոպե անընդմեջ ծափահարեց։ Ես այդ հաճույքը զգացի, ինչ կարևոր բան է բեմից երգել և այդ ծափերին արժանանալ, ու դա եղավ սկիզբը։ Իհարկե դեմ էին ծնողներս, հայրս առհասարակ չէր ուզում լսել այդ մասին։ Ասում էին, որ ես երաժշտության մեջ չպիտի լինեմ։ Սկսվեցին մեր ամենօրյա կռիվները, որ թույլ տուր երգեմ։ Հայրս խոստում պահանջեց, ասաց՝ պիտի լինես ամենալավը կամ լավագույններից մեկը։ Բացի այդ, ասաց պիտի անպայման ծառայես և բարձրագույն կրթություն ստանաս։ Ու այդպես էլ եղավ։ Սկսվեց իմ երաժշտական կյանքն ու կարիերան, կտրվեցի դրսից ու ընկերներից, օրը 24 ժամ տանը երգում պարապում էի։ Մարտին Մկրտչյանը նաև խոսել էր իր երգարվեստ մուտք գործելու մասին, ասելով, որ իր առաջին բեմելը եղել է Մոնումենտի սրճարանում, իսկ առաջին աշխատավարձը եղել է 1000 դրամ։ Այդ 1000 դրամները ինձ համար թանկ էին։ Ոտքով էի գնում աշխատանքի ու հետ գալիս, որ հավաքեմ այդ գումարը մամային նվեր առնեմ։ Տարիներ շարունակ Մարտին Մկրտչյանը եղել է նաև ռեստորանային երգիչ և հարցազրույցներից մեկում նշել էր, որ այդ տարիներին բավականին գումար է աշխատել։ Անկեղծ ասած, իմ ողջ կյանքում ես ավելի շատ գումար եմ վաստակել այն ժամանակ, երբ ռեստորանում էի աշխատում։ Ինձ ավելի շատ ձգել է շոուն, ճանաչվածությունը, հանրությանը ներկայանալը։ Մի խոսքով, ամեն ինչ անել սիրված լինելու համար, որ երգերդ լսեն։ Այն, որ համերգների ժամանակ ինձ ծափահարում են, ինձ համար մի ամբողջ աշխարհ է։ Ինչ վերաբերում է գումար վաստակելուն, երբեք չեմ նեղվել գումարից, ու դրա համար չեմ շոու բիզնեսում։
կոնկրետ շեշտը չեմ դնում դրա վրա, չնայած չեմ ժխտում, որ գումարել եմ վաստակում։ Ռեստորանային երգիչ եղել եմ, հիմա ուզեմ էլ չեմ կարող լինել, որովհետև նախ եւ առաջ ժամանակ չունեմ ռեստորանում աշխատելու։ Ես ռեստորանում եմ սկսել երգել, կայացել, ինչի համար երբեք չեմ ամաչում, այն ինձ համար մեծ դպրոց է եղել։ Այսօր եթե սիրված եմ, ապա դրա մեջ իր մեծ լուման ունի ռեստորանում երգելը։ Տարիներ առաջ Տաշիր մրցանակաբաշխության ընթացքում Մարտին Մկրտչյանը տեսահոլովակ նկարահանելու հնարավորություն ստացավ, սակայն այդ տարի արտիստներից ոմանք բնակարաններ նվեր ստացան եւ անդրադառնալով հարցին, թե արդյոք կցանկանար տեսահոլովակ նկարահանելու հնարավորության փոխարեն ինքն էլ բնակարան նվեր ստանալ, Մարտին Մկրտչյանը ասել էր. «Կարծում եմ չկա այնպիսի մարդ, ով չէր ցանկանա բնակարան նվեր ստանալ, իհարկե ուրախ կլինեի, սակայն ինձ համար ամենակարևորն այն էր, որ անունս հայտարարվեց եւ ես բեմ բարձրացա, երդվում եմ, դա ինձ համար ամենաթանկ նվերն էր, ուզում է բնակարան տային ավտոմեքենա կամ նույնիսկ Boeing ինքնաթիռ, մեկ է, ինձ համար կարևորը անունս հայտնելն էր»։ Երգիչը հաճախ չի խոսում ընտանիքի մասին, բայց մի առիթով անդրադարձել էր նաև այդ թեմային։ «Մեր ընտանիքում ապրում ենք ես, մայրս, հայրս ու եղբայրս։ Հայրս ժամանակին երգել է, այժմ հարվածային գործիք է նվագում եւ հարսնաքար երաժշտական համույթի ղեկավարն է։ Պապիկս Մարտիկ Մկրտչյանը նույնպես հայտնի դուդուկահար էր։ Մայրս տնային տնտեսուհի է, իսկ եղբայրս աշխատում է պետական համակարգում Հայ-ռուս գազարդ ընկերությունում։ Խորհրդակցում եմ մի քանիսի պրոդյուսերից, եղբորս Միկայի եւ հորս հետ։ Եղբայրս թեպետ ընդհանրապես շոու բիզնեսից չէ, բայց շատ լավ ականջ ունի։ Չեմ հիշում մի դեպք, երբ նա իմ երգերից մեկը լսի ու ասի, որ այն հաջողություն է ունենալու եւ այդպես չլինի։ Շատ երաժշտասեր է, մի զգայարան ունի, որը լավ եւ ճիշտ է աշխատում։ Ամենամեծ քննադատս խորհրդատուս նա է։ Առանց վարանելու ամաչելու միանգամից ասում է այն, ինչ մտածում է։ Եղբայրս էլ էր երաժշտության մեջ շատ զիլ, պարզապես այլ մասնագիտություն ընտրեց։ Չնայած նրան, որ դեռ տարիներ առաջ քննարկվում էր Մարտին Մկրտչյանի եւ Հռիփսիմե Հակոբյանի սիրավեպի մասին լուրը, այնուամենայնիվ հարաբերությունների սկզբում Մարտինը ոչ հաստատում եւ ոչ էլ հերքում էր դրանք։ Եթե օդանավակայանում մեզ տեսել են, ապա դա եղել է թիմային ճամփորդություն, իսկ իմ ու Հռիփսիմեի ընկերությունն առայժմ ուղղակի ընկերություն է։ Ոչ մի բան չեմ կարող ասել, որովհետեւ այդ փաստը ոչ հերքելու, ոչ էլ հաստատելու է։ Այսօր ունենք երգիչներ, ովքեր պահանջված են, չնայած որ ամուսնացած են։ Եթե երկրպագուները սիրում են իմ երգերը, ապա ինչ կապ ունի ես ամուսնացած եմ, թե ոչ։ Ամուսնանալու ցանկություն առաջին անգամ ունեցել եմ 18 տարեկանում, բայց ինչ որ մի բան միշտ խանգարել է։ Համապատասխան թեկնածուն եղել է, հետո չի եղել ու կա, բայց դրա մասին չէ խոսքս, այլ որ միշտ ինչ որ մի բան չի հանգեցնում ամուսնության։ Հենց որ իմ այդ դաշտը ազատվի, խոսքս հոգեկան դաշտի մասին է, երբ պատրաստ կլինեմ ամուսնության եւ վստահ կլինեմ այդ հարցում, ով կլինի, ոնց կլինի, կարևոր չէ, կամուսնանամ։ Սակայն դա երբ կլինի համերգիս օրը կամ համերգից 10 տարի հետո, անկեղծ եմ ասում, չեմ կարող ասել։ Ընտրյալս պետք է լինի այնպիսին, ինչպիսին կսիրեմ կամ ինչպիսին սիրում եմ։ Նա կլինի կնոջ իմ իդեալը։ Ընդհանրապես միշտ պետք է սիրել, երբ սիրում է, ստեղծագործելը ավելի հեշտ է լինում։ Այնուամենայնիվ Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը ամուսնացան եւ այժմ կազմել են գեղեցիկ ընտանիք։ Վերհիշելով հարաբերությունների սկզբնական փուլի մասին արդեն տարիներ անց Մարտինը նշել էր. «Երիտասարդ ժամանակները, սերը, մտածողությունը մի քիչ ավելի ուրիշ տեղ էր, ավելի շատ խանդի ֆոնի վրա մեկ-մեկ զայրանում էի, ասում էի չէ, չպիտի երգես։ Բայց հետո հասկացա, որ Հռիփսիմեն ամբողջ կյանքում պիտի երգի։ Ես իրեն ասել եմ՝ դու պիտի երգես, որովհետև դու ինձնից լավ ես երգում։ Ես իրավունք չունեմ քեզ թույլ չտալ, միգուցե ինձ մոտ ստացվեր սիրո հողի վրա կտրեի Հռիփսիմեին բեմից, բայց այդ դեպքում ես կկտրեի իրեն իրենից, քանի որ ինքը որպես մարդ կվերանար։ Ինքը եթե չերգեր, չէր կարող սիրել, չէր կարող ապրել։ Ես կարծում եմ դա չեմ անի երբեք, որովհետև ես սիրել գիտեմ ու ես սիրում եմ ինձ սիրող մարդկանց, այնպես որ ինքը ամբողջ կյանքում պիտի երգի»։ Տվյալ հարցի շուրջ խոսել էր նաև Հռիփսիմե Հակոբյանը, պատմելով նաև իրենց ծանոթության մասին։ Այդ ժամանակ ես աշխատում էի երևանյան հայտնի ակումբներից մեկում։ Շատ երգիչներ էին աշխատում այնտեղ, բայց միակ մարդը, ում չէի ճանաչում, Մարտինն էր։ Կարճ ժամանակ անց ինքը այնտեղ դարձավ իմ պահապան հրեշտակը։
իմ եղբայրը, անգամ ընտանիքիս անդամները եթե իմանում էին, որ Մարտինը ինձ կբերի տուն, ապա հանգիստ էին։ Երկար տարիներ այդպես էր, հարազատ քրոջ ու եղբոր նման էինք։ Մեր ապագա քավորն ասաց՝ դուք իրար հետ եք ամուսնանալու։ Այդ անգամ ինձ վիրավորեց, քանի որ իմ եղբոր պես էի ընդունում։ Ասացի՝ անհնար է, բացարձակ կապ չունենք տեսակներով։ Մենք երկուսս էլ նշում էինք, որ մեր կողքը չի կարող լինել մեր ասպարեզից մարդ։ Ամուսնացանք այդպես, հետո ես նկատեցի, որ ինչ-որ չափով դեմ է երգելուս։ Պայքարել եմ շատ, հնարավոր է բարդ լինել ապրել երգչուհու կողքին, բայց ինքն ինձ այդպիսին է ճանաչել ու սիրել։ Ես չէի լինի, եթե չերգեի, եթե դեմ լիներ, էլի կլինեի իր կողքին, բայց ապագայում ինքն ինձ չէր սիրի, որովհետև ես ինպես չէի լինի առանց երգի։ Նրանց ստեղծած ընտանիքը այսօր համարվում է ամենաօրինակելի ընտանիքներից մեկը և նրանք իրենց սոցիալական էջերում հաճախ են կիսվում համատեղ լուսանկարներով, տեսանյութերով, ինչպես նաև հրապարակում են հոլովակներ իրենց որդիների մասնակցությամբ։